Ներքին գործերի նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության բնակչությանը տարվող աշխատանքների վարչության մասնագետները սեյսմապաշտպանության վերաբերյալ հերթական ուսուցումն անցկացրին Երևանի Ֆրիթյոֆ Նանսենի անվան համար 150 հիմնական դպրոցում։ Խոսվեց մեր տարածաշրջանում երկրաշարժերի առաջացման պատճառների, ավերիչ երկրաշարժերի, երկրաշարժից հետո տարբեր իրավիճակներում վարքի դրսևորումների եւ անվտանգ վայրերի, առաջին անհրաժեշտության իրերով պայուսակ ունենալու եւ այլ հարցերի շուրջ։ Անվտանգության միջոցառումները իրականացնում ենք երկու տիպի՝ մեկ պլանային եւ հանկարծակի։ Երբ որ ծրագրավորած է լինում, նախապես անցկացնում ենք պարապմունքներ ուսուցիչների հետ, իրանք իրանց անելիքը գիտեն այդ պահին։ Իսկ երբ որ արդեն փորձում ենք անցկացնենք ոչ պլանային, արդեն մեր համար ավելի շատ պարզ է լինում, թե ուսուցիչները ոնց են տրամադրված այն գործին, որին իրանք անվտանգության ելնելով պետք է կատարեն։ Ապրում ենք այնպիսի տարածքում, որտեղ որ գիտելիքի պակասը բերելու է զոհերի մեծ թվի, թերագնահատել ուղղակի այդ միջոցառումները կարծում եմ, որ ճիշտ չի։ Մի քանի տարի առաջ առաջարկեցի, որ յուրաքանչյուր դասարան ունենա առաջին օգնության պայուսակներ։ Միանման չեն, բայց մեջի պարունակությունը միանման է, որովհետև վերցրեցինք արդեն հաստատված առաջին օգնության պայուսակի համար անհրաժեշտ պարագաները։ Դրանք բինտերն են, բամբակներն են, լապտերները, սուլիշները, յոդ, բետադին։ Ամենակարևորը դասարանի անվանացուցակը ամեն տարի թարմացվում է, որպեսզի եթե երկրաշարժից հետո այդ սենյակ փրկարարները մտնեն, գոնե կարողանան անվանացուցակով իմանան, թե դասասենյակում ովքեր են եղել մինչև երկրաշարժը։ Երեխեքի հետ հաճախակի անցկացնում ենք պարապմունքներ, որպեսզի նրանք էլ իմանան, թե ինչպես է պետք օգտվել պայուսակից։ Մնացած տեղերում բոլոր հիմնական եւ երկրորդական մուտքերի մոտ փակցված են ցուցանակները եւ վերջում ստացանք դրոշակներ, որը որ ցույց է տալիս ամենաապահով տեղերը տվյալ շինության մեջ, բոլորը փակցված են, երեխեքը դրանց նշանակությունը գիտեն, ինչի համար է ու երկրաշարժի ժամանակ գոնե ամենամինիմալը, որ հնարավոր է իրանց կյանքը փրկի, դրան շատ թե քիչ ծանոթ են։ Չեմ ասում գերազանց, բայց գիտելիքի պակաս գրեթե ոնց որ չունենք։